Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի падգամավոր, հասարակական քաղաքական գործիչ, պարոն Ազատ Արշակյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Ինչպես միշտ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Արշակյան, առաջին հարցս էսպես հենց պարզ դնեմ, ինչ է կատարվում հայկական աշխարհում։ Հայոց աշխարհում նախընտրական կամպանիայի նախավարժանքն է, կարելի ասել, որովհետև որպես կամպանիա դեռ շուտ է, բայց մի փոքր ուժերի ստուգում է եւ ստուգայց է։ Ոչ միայն տեղի մեր Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի համար, այլ նաեւ դրսի ուժերը ակնհայտորեն եւ ակտիվորեն աշխատանք են կատարում յուրայինների հավաք։ Ես կասեի ինվենտարիզացիա գույքագրում է տեղի ունենում, ովքեր են պատրաստ հայտ ներկայացնելու քաղաքական իշխանության համար։ Այդ դրանք հիմա աշխուժանում են եւ իրենց խորոչներն են ուզում զբաղեցնել։ Բայց մրցակցում են գրեհկաբանությամբ, այսինքն ով ավելի գրեհիկ իրեն կդրսևորի այս ընթացքում։ Շատ լավ կլիներ, որ համարեինք ներքևից սկսում են կբարձրանան վերև։ Այսինքն սահմանային գրեհկությունից սկսում են, հետո կբարձրանան արդեն կլինի գործնական, պատշաճ, վայել մեր հասարակությանը, մեր ժողովրդին մակարդակ։ Ես կարծում եմ դա, իսկ գրեհկությունը նոր չի, ես պետք է ասեմ, որ նոր չի, նախորդ ազգային ժողովներում էլ մենք ձայնագրությունները ունենք, ականատես ենք եղել ամենացածր պրոբի գրեհկաբանության։ Բայց դա падգամավորների մակարդակով գոնե մինչև այժմ մենք դա ունեինք, ճիշտ է։ Այո։ Այժմ մենք ունենք պետությունը ներկայացնող, հայ հասարակությանը ներկայացնող վարչապետ է կոչվում այդ ինստիտուտը, ճիշտ է։ Այո։ Եվ վարչապետը, եթե մտնում է անձնական դաշտ եւ անձնական հարցեր է սկսում քննարկել կամ անձնական հարցերով է սկսում զբաղվել, որքանով է դա ճիշտ նախ թողնեն գրեհկաբանությունը, որքանով է դա ճիշտ, կա կարծիք, որ եթե դու խնդիր ունես անձնական, վայր դիր քո լիազորությունները, հետո գնա քո անձնական հարցերը լուծի, քանի որ այն ինչ անում է, չէ, որ նրանք կոստյում եւ փողկապ են կապում։ Ինչի համար է այդ կոստյումը եւ փողկապը։ Ում են ներկայացնում այդ պետական պաշտոնյաները, տվյալ դեպքում վարչապետը, ում են ներկայացնում, պարոն Արշակյան։ Վարչապետը որպես գործառույթ պետք է մեզ բոլորիս պաշտպանի, այդ թվում նաև նրանց, ում ինքը համախոհը չի, ում համախոհը չի, ում կողմնակիցը չի, միևնույն է, նրա պաշտոնը մեր անձնական կյանքը, մեր առողջությունը, մեր կրթությունը, մեր անվտանգությունը ապահովելն է։ Նա ներկայացուցիչն է։ Չէ, նա պարտավոր է, նա ծառայում է։ Չէ, արտաքին աշխարհի համար։ Կյանքը պետք է նա պաշտպանի։ Այսինքն դա է իր ֆունկցիան։ Պետք է պաշտպանը լինի բոլորի, նա բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների վարչապետն է, ուրեմն մենք բոլորս պետք է իմանանք, որ մեր հարևանը, մեր դրացին փողոցում որևէ մեկը կամ ինչ-որ մեկը եթերում, եթե հայհոյում է, վարչապետը պետք է կանխի, կանխարգելի եւ պատժի։ Հիմա տեսնենք ինքը իրեն ինչպես է պատժելու, որովհետեւ ինքը իրավունք չուներ դեռ լեզվի մասին չխոսենք, որտեղ լեզվի հասկանալի է, որ անընդունել է։ Դուք պատկերացրեք, որ ինքը հայտարարել է, չէ՞, Հայաստանը իր տունն է, օջախն է, ինչն է։ Բայց դուք ու տանը այդ լեզվով ես խոսում։ Կարելի ասել, որ Հայաստանի հեղինակազրկումը շարունակվում է եւ այս երեկվա այդ մենք չենք ասել ինչի մասն է խոսքը, բայց երևի բոլորը գիտեն, որովհետեւ երեկվանից բոլորը շոկի մեջ էին, կարծում եմ ձեր գնահատականն էլ կուզեմ, այն ինչ կատարվեց, դա Հայաստանին առաջին հերթին խոցող է, հայ հասարակությանն է խոցում, Հայաստանի հեղինակազրկումը, կարելի ասել, որ շարունակվում է եւ դրանով իսկ հեղինակազրկվում է Հայաստանը, թե դա լոկ անց
վարչապետ անձին է վերաբերում եւ վերջ։ Հայաստանը չափազանց մեծ եւ ծանր երևույթ է, որևէ մեկը չի կարող այդ մակարդակում, նույնիսկ վարչապետի, նախագահի, նախարարի, падգամավորի մակարդակի գռեհկաբանությունը չի կարող վարկաբեկել հայ ժողովրդին եւ հայկական պետությունը։ Ես կարծում եմ, որ չափազանցություն կա, բայց դա ես նախորդ բարբերությունում ես ասացի, որ դա նախընտրական կամպանիայի խնդիր է, ուրեմն նախընտրական կամպանիաների ժամանակ, նույնիսկ նախավարժանքների ժամանակ խոսքի ազատությունը սահման կարմիր գծեր կոչվածները անցնում են։ Հիմա դա անցել է, ես դրա մեջ վտանգ չեմ տեսնում։ Պետությանը վտանգ չեք տեսնում։ Համար դա վտանգավոր չի, որովհետև ավելի լուրջ գործ, այ վտանգավոր է պետության համար, նա որ ազգային ժողովը, ազգային ժողովի հատուկ հանձնաժողովները, որոնք որ կոչված են կարգավորել հասարակական կազմակերպությունների վարքագիծը, օրինակ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը ազգային ժողովում պետք է լիներ ու ազգային ժողովի падգամավորները պետք է բարձրացնեին հարցեր, օրինակ կրոնական կազմակերպությունները թափանցիկ են թե չէ, դրանք օգտակար են թե վնասակար, դրանք ինոագենտ են թե մեր քաղաքացիների շահերի ներկայացուցիչն են։ Ես ուզում եմ ասել, որ այ ինստիտուցիոնալ բան պետք է լիներ, օրակարգ եթե գալիս է, մեր մոտ պետք է օրակարգ գար, դա կրոնական կազմակերպություն, մեխանիզմներ կան։ Ազգային ժողովը հենց դա է, սահմանադրությունը դրա մասին է։ Այսինքն սահմանադրությունը պետք է օրակարգ ձևավորի, սահմանադրությունից բխում է ազգային ժողովը, սահմանադրական դատարանը, դատախազությունը, դատարանների այդ բդխները, դրանք բոլորը օրակարգ ձևավորեն, ոչ թե փողոցը պետք է դառնա օրակարգ, օրինակ մենք հենց հիմա տիրաժի ենք ենթարկում գռեհկաբանությունը, օրինազանցությունը, մենք հիմա տիրաժի ենք, մենք էլ ենք օգնում, որ դա դառնա քննարկման առարկա։ Ես ասում եմ, որ մենք այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ այո, լուրջը նա է, որ կա հանձնաժողով, հանձնաժողովի օրակարգ առաջարկում ենք մտցնել կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, օրինակ թափանցիկությունը, վարչապետը դա բարձրացրել էր, բայց իր լեզվով, այսինքն անընդունելի հրապարակում իրենց տանը արգելվա, դա կարելի է ասել խցիկում բանտային, ու այնտեղ էլ պատժում են գռեհկաբանության համար, կամ խցակիցները, կամ ադմինիստրացիան։ Բայց պետությունը ունի գործիքներ, որը հայհոյանքը չէ։ Հայհոյանքն է գործիքը, ոչ։ Հայհոյանքը դա պատժե, պյատա է, դիսյատա է, պիդիսյատա է, ստացյա։ Դա թուլության կարելի ասել, հա, նշան, որ դու գործիք չունես, մնում է միայն հայհոյես։ Չէ, դա ասենք մարդու կուլտուրայի մասին է խոսքը։ Դա ընդունված է իրենց տանը այդ լեզվով խոսում են իրենց աղջիկ երեխաների հետ, անչափահաս։ Դա բան է։ Մենք ուրիշ ընտանիքներում էլ տեսել ենք, չէ, որ հրապարակային մարդիկ ինչ լեզվով են խոսում հասարակությանը, ազգային ժողովում սեռական բնույթի հայհոյանքներ, դա այսինքն ուրիշի կանանց մոտ, ուրիշի դուստրերի մոտ, եթե դու քեզ թույլ ես տալիս սեռական բնույթի հայհոյանքներ, նշանակում է քո տանն ես դու դա անում։ Դա ընդունված է, քո բերանից թռավ, չէ, դու դա այդ, բայց դա թողնենք, ես կարծում եմ, որ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի ես հույս ունեմ, որ դա այն բարձր դասարանի աղջիկը չի, որ գյուղսովետի նախագահի կամ ոնց ենք թաղային լիազորներ կային, չէ, որ գնում էր տեղեկան կուզելու, ասում էր դասից հետո արի, բայց ինչի դասից հետո, ասում էր տեղեկանքը գրող կա, դասից այդ աղջիկը պետք է գա իր բարեկամը, որտեղ գյուղսովետի նախագահը չի կարող տեղեկանք գրել։ Հիմա մեր այդ հանձնաժողովը տեղեկանք գրող աղջկա կարգավիճակ ունի։ Մենք ասում ենք աղջիկ ջան, մի հատ տեղեկանք գրի, կրոնի քաղաքական կազմակերպությունների մասին մի հատ տեղեկանք գրի, օրենքի նախագիծ, նախաձեռնեք, որ հասարակական կազմակերպությունների շարքում կրոնական կազմակերպություն, օրինակ ես տեղը ասում եմ, օգնում եմ այդ աղջկան ասում եմ ինչ պետք է գրի։ Գերմանիայի օրենքը, ֆեդերատիվ օրենքը կրոնական կազմակերպությունների մասին, դա արտագրեք
թե թարգմանեք հետո արտագրեք կամ արտագրեք հետո թարգմանեք։ Վերցրեք Գերմանիայից, լավ Հունաստանից դա վերցրեք։ Որևէ երկրից, որտեղ որ կրոնի հետ պետության հարաբերությունները մի քանի 100 տարի է ձևավորվել են, ասենք Ֆրիդրիխ Մեծն է եղել էլի, ծեր Ֆրիցը։ Նա ժամանակներից սկսած խղճի ազատության մասին, այ խղճի ազատությունը վերցրեք, դրանից թող բխեն նաև օրենքները։ Գերմանիայում գիտեք ոնց է օրենքը։ Ճիշտ այնպես ինչպես մեր սովետական միությունում աղջիկները չափահաս անզավակության հարկ էին մուծում։ Դուք պատկերացնեք սովետական միությունում ինչ օրենք է եղել։ 18 տարին լրացրած աղջիկը եթե աշխատում էր, անզավակության հարկ էր մուծում, ուրեմն պետք է բերես։ Աղջիկը պետք է բերի, որտեղ հարկ էր մուծում, տուրք էր տալիս։ Գերմանիայում կրոնական համայնքները պետությունում արձանագրված են եւ անդամավճարը մուծում են ոչ թե իրենց եկեղեցու տերտերի ջեբն են խցկում, այլ տանում մուծում են հարկայինում, թե չէ նա չի կարող մկրտվել, չի կարող պսակադրություն կազմակերպել Գերմանիայում, Հունաստանում նույնպես, ես ինչ եմ այդ երկու օրինակ բերում, այսինքն գրանցեք կրոնական կազմակերպությունների հավատացյալներին, թող գրանցվեն հարկայինում, անդամավճարը հարկայինով մուծեն գնա եկեղեցի։ Աղանդներն էլ Այո, սա հակաաղանդային է, ահաբեկչական միջոցառում է, գերմանացիները դրանով պայքարում են ստվերային գումարային շրջանառության դեմ։ Ստվերում գումար չպետք է պատտվի։ Օրինակ կաթոլիկները ում են փողը տալիս, չէ, գերմանացի մի 20-30 միլիոն կաթոլիկ կա Գերմանիայում, այն նրանք մուծում են։ Հարկայինը այ աշխատավարձը ստացար կամ ինչ որ շահույթ ունեցար, դու այդ շահույթից անդամավճարը մուծում ես քո համայնքին։ Պետությունը այստեղ բոլոր հարկատուների հաշվին ծառայություն է կատարում այդ համայնքի համար։ Տեսեք, ես ասում եմ, թափանցիկություն եք ուզում, օրենք ընդունեք, այդ մատաղի փողը, որ տալիս ենք, հարսանիքի փողը, որ տերտերին տալիս ենք, այդ չենք տա։ Իրեն չենք տա, ինքը կգնա աշխատավարձ կստանա իր գանձարանից, գանձապահից, չգիտեմ, հաշվապահից։ Դա պետությանը չի, ուղղակի պետությունը իր խողովակներով ապահովում է ֆինանսների շրջանառությունը, գույքի շրջանառությունը ապահովում է, այսինքն թափանցիկ է։ Պետությունը գիտի աղանդները դավադրություն կազմակերպում են, թե դրանք աղանդ են, թե կրոնական համայնք են նախ եւ առաջ։ Օրինակ դա հիմա մենք պոզիտիվ ենք դարձնում, էլի, չխոսենք ակննդականի մասին։ Դու հայհոյեցիր, մենք էլ քո։ Չէ, դուք ասում եք, որ կան շատ պարզ գործիքներ, լուծումներ, որոնք նոր չեք դուք բացահայտում։ Վարչապետը դրա մասին պետք է։ Այո, պետք է Վարչապետից մենք դա ինքը օրինակելի քաղաքացին է։ Նրա բառապաշարը օրինակելի է։ Մենք հիմա իրավունք ունենք, օրինակ ձեր եթերում ես ասում, եթե վարչապետն ասել է, ես էլ եմ ասում, քանի որ ես ստեղծագործողը մի քիչ ավելացնեմ, հա։ Ամեն մեկս որ մի քիչ ավելացնում ենք իր դրած այդ բջիջի վրա, այդ Մարգարիտի հատիկը։ Ամբողջ խնդիրը այն է, որ դա մենք ոչ միայն մենք ենք տեսնում եւ հասկանում, այլ նաեւ արտաքին աշխարհն է տեսնում։ Այո, մեր հակառակը։ Առաջին հերթին դրա համար որ ասում եմ հեղինակազրկումը Հայաստանի շարունակվում է ոչ միայն հակառակորդի ձեռամբ, այլ նաեւ մենք բավականին շատ փայտ ենք գցում այդ գրակի մեջ։ Դուք գիտեք, ես մի քանի օր առաջ մի հավաքույթի էի մասնակցում, Շնորհապետական կուսակցությունը գիտաժողով էր անցկացնում, Գուրգեն Սիմոնյանը ինձ հրավիրել էր, որպես հյուր։ Հիմա մենք ունենք 3+3 հարաբերությունները, չէ, 3 Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Իրան, Թուրքիա, Ռուսաստան։ Իդեպ դուք ձեր հարցազրույցներից մեկում աղետալի եք համարել այդ բանաձևը, այդ ձևաչափը։ Այդ բանաձևը ես այդ մասնագետները ինչու եք աղետալի վերցրել դա այս 6 պետություններն էր վերցրել յուրաքանչյուր 100,000-ին ընկնող գիտնականների թվով։ Մենք պատվավոր 6-րդ տեղում ենք։ Վերջին, հա։ Վերջում ու կամ բաներ, որ 5 անգամ, 10 անգամ ավելի բարձր է օրինակ Վրաստանում կամ Ադրբեջանում կամ Թուրքիայում գիտության նկատմամբ ուշադրությունը
ֆինանսավորումը, հարգանքը, պատիվը 10 անգամ ավելի բարձր է, քան թե Հայաստանում։ Մենք մինչև հիմա մեր հարևանների, այդ թվում նաև թիվ առաջին Ռուսաստանի նկատմամբ ասել ենք, մենք ինտելեկտուալ ժողովուրդ ենք, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, մենք առաջանցիկ ծրագրեր ունենք, Նոբելյան մրցանակակիր ունենք, էթնիկ հայեր, մենք աստղեր, թվեր, միկրոբներ ու մոլեկուլներ հաշվել գիտենք, չէ՞։ Պարզվում է, որ այդ գիտաժողովին ես հրավիրված էի, Գուրգեն Սիմոնյանն էր հրավիրել, եւ պարզվեց, որ մենք վերջի տեղն ենք զբաղացնում։ Դուք պատկերացրեք եվրոպական պետությունների մեջ յուրաքանչյուր 100,000 քաղաքացու մեջ քանի գիտնական կա, մենք վերջի տեղն ենք զբաղեցնում, այ դա օրակարգի խնդիր է, ոնց է, ինչ ուշադրություն, ինչ վերաբերմունք կա գիտության ու կրթության նկատմամբ, հիմա շատ են խոսում բանակից ճողոպրողների մասին, դու գիտեք ինչ մակարդակի զինվորներ են գնում, իմ տղան սպա է եղել, աղետ էր, ասում է աղետալի է, տարրական բանը չեն կարողանում բացատրել զինվորին, տարրական բան, մարդը ոչ ֆիզիկա է անցել, ոչ քիմիա է անցել, դպրոցը մի կերպ ավարտել է, այդ զինվորի հիմա որ մենք ասում ենք հատուկ տեսակի բարձր որակի զենք ու զինամթերք ենք ներկրում, բերում ենք, հիմա կտեսնեք ով է դա օգտագործելու, այս շրջանավարտը դպրոցներից ովքեր են, քանի տոկոսն է մեր բյուջեի գնում դպրոցին, այդ լենթերը որ կտրտում եք մկրատով բանով, քանի տոկոսն է բյուջեից հատկացված կրթությանը, այդտեղից պետք է սկսվի, մեր օրակարգը դա է, բանակը դուք դարձնում եք բանվորագյուղացիական, դուք դա եք ուզում դարձնել, պետք է բանակը, մենք հիմա գիտությունից անցնենք, էլի, դպրոցից, մանկապարտեզից, ում ենք պատրաստում, գրեհկաբանից, եթերից դուք, եթե այդպիսի գրեհիկ բաներ եք տարածում, բա Կոմիտասը ուր է, բա Վահան Տերյանը, բա Չարենցը, դա պետք է եթերից հնչի, այսինքն մենք կորտար, այդ դուք որ ասացիք, չի վարկաբեկում Հայաստան, ես ասում եմ, վարկաբեկում է բյուջեն է վարկաբեկում մեզ, տեսեք ինչ ենք հատկացնում, նրանք այդ թվերը ունեն, եթե մենք ունենք, մենք կարճ ձեռքեր ունենք, ամեն ինչի չի, որ մեր ձեռքերը հասնում են, եթե մենք ստացել ենք Ռուսաստանից այդ տվյալները, Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանից, կրթության, գիտության մասին այդպիսի թվեր ենք ստացել, բա նրանք մեզանից ինչ թափանցիկ մեր երկրից, ինչ թվեր են ստանում, օրինական ագենտներ կան, օրենքով ստորագրել, ասել ենք, այս երկիրը իրավունք ունի մեր երկրում, մեր Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել ագենտուրալ համակարգ, այսինքն հետախուզություն, մեր երկրում, այդ ինչպես բացատրեք, ինչի մասին եք, օրինակ Ռուսաստանը իրավունք ունի հավաքագրելու մարդկանց, ինչպես է տրված այդ իրավունքը, որտեղ ռազմական բազայի անվտանգությունը ապահովելու համար, սահմանների անվտանգությունը ապահովելու համար, համատեղ զորքերի անվտանգությունը ապահովելու համար, համատեղ մաքսային ծառայության անվտանգությունը ապահովելու համար, համատեղ մաքսային ծառայություն ունենք, այսինքն մենք այդ դա միայն Ռուսաստանինը չի, ՕԴԿԲ-ի միջոցով, ասենք Ղազախստանը ստանում է իրավունք ունի մեր հետախուզությունից, մերից չէ, ինքը կազմակերպում է դա ու տանում է ինֆորմացիան, օրենքով մենք ստորագրել տվել ենք, ասել ենք Ղազախստան համաթուրքական այդ բանի, ոսկե հորդայի բաներից մեկն է, Ուզբեկստանը և Ղազախստանը մրցում են իրենցից ով է ավելի ոսկե հորդա, Ռուսաստանին ընդհանրապես ասում, դու նվաճված երկիր ես, հետո յուրացրել ես ոսկե հորդայի տարածքը, նրանց հետ շատ լուրջ խնդիրներ կան, իմիջիալից գուլագում կային հակառուսներ, այն բեյ-ռուսկիխ ծրագրերով, որոնք որ ասում են Ռուսաստանը ապօրինի պետություն է, ոսկե հորդան է սա, թուրքերը, մենք թուրքերս հալածված ենք, մերն է այս տարածքը, դա մեր երկիրն է, կալանավորներ կային այդպիսի նացիոնալիստներ էին, Թուրանի ծրագրերը, ես անձամբ շփվել եմ լիդերների հետ բանտում, ուրեմն մենք խողովակներ բաց խողովակներ են, գազամուղի մեծ խողովակով մեր երկրի գաղտնիքները
թույլ ենք տալիս, որ նրանք հավաքեն ու տանեն եւ պատրաստվեն մեր դեմ պատերազմի կամ ընկերության, բարեկամության, ինչ որ է։ Հիմա դա է օրենքը։ Օրենքներ ընդունեք, այդ հանձնաժողովը կամ լուծարեք, եթե վարչապետը այդ մակարդակը մենք որոշեցինք հանենք, չէ՞, բառերը չօգտագործենք ձեր եթերում, ես չեմ կարող դրանք արտասել։ Ես սովետական միության 20 բանտում եղել եմ։ 20 այդ էտապն է սևեր, որ ասում են, դա որ գնում ես ամիսներ են տևում, ամիսներով դու գնում փոխանցելով մեկից մյուսն են փոխանցում։ Դա պատժի ձև է, որովհետև էտապ գնալը դա անտանելի վիճակ է։ Շատ չպատնեմ ձեզ, ուղղակի շատ ծանր բան է, ուրեմն 20 բանտում պտտում են քեզ, ու նաև դա ռիսկային բան կա, էլի, որովհետև միտեղից դուրս եկար, միտեղ մարդասպան են, միտեղ հոմիկներ են, միտեղ պասիվ են, միտեղ ակտիվ են, տարբեր տեղեր, այդ խցիկներով անցնում ես, այդ զտիչներով անցնում ես, հետո հասնում ես քո բերդը, որտեղ որ փակում են քեզ կամերում, ուրեմն դու շփվում ես մարդկանց հետ եւ ես ընդդեմ լուրջ հայհոյանքի դպրոց եմ անցել։ Եթե մրցումներ լինի, փակ։ Ես մի անգամ շահել եմ իմ Ժանտ Մաթեվոսյան եւ Շեկոյան Արմենը, մի անգամ ինչ որ մեկը էլի բաներ, հերոստատեսության ինչ որ բաներ ասել, ինձ ասեցին հետաքրքիր է, ես մի երկու բան ասացին, չէ, շատ ցավոտ բաներ ես խոցելի, այսինքն հակառակորդին խոցել, ցավոտ բաներ ասել, ու ասում ես հայերեն գիտեմ, բայց դրա մասին չխոսենք։ Ես ուզում եմ, որ պոզիտիվ լինի, կառուցողական լինի, այս եթերը, այդ քանի րոպեն, որ մենք ունենք, դրա հետևանքը լինի դրական շարժ պետության մեջ։ Այո, պետությունը վարկաբեկվում է։ Որովհետև ասում են, սրանք նա ինչքան են։ Բոլոր նշանավոր գիտնականները Հայաստանում են, ասենք Գարիկը Իսրայելյան Հայաստանում է, չէ, Աճեմօղլին Հայաստանում է, Հովանեսյանը Հայաստանում է, չէ, այսինքն մեր մոտ ուր են, ուր են, Ալան Հովանեսը Հայաստանում է, չէ, Թարիվերդիվը Հայաստանում է, ոչ, Տուխմանովը Հայաստանում է, ոչ, Շարլ Անձնավուրը Հայաստանում էր ապրում, ոչ, Կառավարենցը Հայաստանում է, ոչ, բայց ո՞նց եղավ, հայերը արտասահմանում տաղանդավոր են, շնորհալի են, գիտուն են, Հայաստանում չէ, այդ ամեր օրակարգն է, այդ պաշտպանություն էլ գրել են, լուծարել այդ հանձնաժողովները, եթե այդպիսի օրենք է մտնում, եթե օրենքի նախագիծ է մտնում, կաշառակերության մասին, օրինականացնել կաշառքը, այսինքն հայկական պետության զինված ուժերը դարձնել պլեբեյների, ես չգիտեմ ինչի, բանակ, պետք է... Բա սոցիալական անհավասարությունը այդ դեպքում։ Դե ես հանում եմ մեջը։ Ամենապատվավոր գործը, դրանց դուք աղջիկ տալու եք, թե չէ, մարդը, որ ճողոպրել է, հայրենիքը դա հո միայն բան չի, զրկանքը չի, որ դու գնացիր փոշի, արև, պայոկները, դող մի անգամ կազմակերպեն, ճաշկերույթ կանսերվեն ուտեն, որ հիմա բաժանում են, այդ կանսերվեն նստեն ուտեն ու սկորեց, շտապօգնության մեքենաները կողքները լինեն, այդ ինչ եք դու, այդ ինչով եք կերակրում մեր բանակը, ինչ եք հագցնում, բանակը զորակոչված երիտասարդը ինչ կարգավիճակ ունի, սովետական միությունում որտեղ ունեցվածքը արգելված էր, սովետական միության, ես ծառայել եմ, սովետական միության բանակում ծառայող շարքայինի հարազատները հարկային արտոնություն էին ստանում, տնամերձում են, որ 2-300 քառակուսի մետր հող ուներ, տան դիմացի հողի համար հարկերից ազատվում էր ինչ-որ տոկոսով, սովետական միությունը պատկերացնում եք ունեցվածքային արտոնություն էր տալիս շարքային զինվորականի հարազատին հորս, որ մենք հողամաս չունենք, երևանցի ենք, գալի ֆիլմ գալի ասում են այդ ծաղկանոցը, որ ունեք, դրա հող ասենք 70 քառակուսի մետր, դրանից ազատված եք դուք, ուրեմն ինչ եք տալիս զինվորին, իսկ եթե սպա է, իսկ եթե գեներալ է,
ինչ ունի գեներալը, ինչ պատվավոր, քանի գեներալ կա ազգային ժողովում այսօր։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը Վազգեն Սարգսյանը ավարտել է, Վազգեն Սարգսյանը ավարտած, քանի գեներալ ունենք մենք, 30 տարի շրջանավարտ է տալիս։ Մեր ռազմական ինստիտուտը 30 տարի շրջանավարտ է տալիս, այսինքն 20 տարեկան երիտասարդը, այսօր 50 տարեկան է, պաշտպանության նախարարը շրջանավարտ է Վազգեն Սարգսյանի, տեղակալները շրջանավարտ են, այսինքն պետք է պրեստիժ, որ ասում եմ, զինվորականը, որ բանակ է գնում, մենք պետք է իմանանք, որ դա հեղինակ, նա արտոնյալ է, ոչ միայն այնտեղ բանակում, այ նաև հետ գալուց, բայց մեր մոտ ինչ է, տեսեք, ովքեր են իշխանությունում, ովքեր որ չեն գնացել, այսինքն մրցակցության մեջ հաղթում է նա, ով որ բանակ չի գնացել, մարդը փաստորեն գնում է բանակ 2 տարին կորցնում է բանակում, առողջությունը կորցնում է, կրթությունից հետ է մնում, հասարակական հարաբերություններում ինքը հետ է մնում, ես ասեմ, որ այնտեղ էլ այդ քրեա օլիգարխիկ հիմնադրվել է օլիգարխիկ համակարգը մեր բանակում, հիմնադիր ժողով է եղել այդ երկրապահ կառույցը, ես պաշտպանության հանձնաժողովում իմ եւ Վազգեն Սարգսյանի մեջ կոնֆլիկտ է առաջացել ու ես գնացի թռչնաբուծար, ինձ ասեցին գնա, ես ասեցի զորակոչ, ելույթ ունեմ, համացանցում կա, զորակոչ անցկացրեք, հիվանդ քրեական կենսագրություն ունեցող մարդը առանձին, հիվանդ առանձին, նա չի կարող զենք կրել, նա չի կարող հայրենիքի պաշտպանը լինել, զորակոչ բժշկական հանձնաժողովը, մանդատային հանձնաժողով պետք է անցնի, հայկական 1990 թվի մասին եմ ասում, ես դրանցից մեկն է, որ ինձ հանձնաժողովում բանարեցին, ասեցին, միտեղ տեղավորեք, թող չխանգարի մեզ, բա եռաբլուրը, բոլոր մասնագետների կարծիքով եռաբլուրում չի կարելի գերեզման չի կարելի սարքել։ Առաջարկում ենք, մասնագետների հետ միասին առաջարկում ենք, ու ասում ենք, այդ 70 հոգին չի, 7000 հոգի է լինելու, շատանալու է, Պանթեոնը պետք է հեռանկար ունենա, որտեղ մենք անդադկարվի մեջ ենք։ Ինձ Վազգեն Սարգսյանն ասեց, ախպեր, քեզ որտեղ տեղավորենք, որ դու մեզ չխանգարես։ Ինչի՞։ Ասում եմ, մենք ուզում ենք, որ սենց լինի։ Որոշել ենք, որ պետք է կամավորականներով ձևավորվի հայկական բանակը, բայց ասում եմ, դրանք քրեականներ են։ Մարդիկ են սռոկը նոր են, դուրս նոր է եկել բանտից, նրա նկարագիրը, նրա խոսքը, նրա կարգը, դու դրան ոնց է զենք տալիս, ու նա դառնում է հրամանատար։ Հայկական բանակի հրամանատարները քրեականներ էին։ Ու բարքեր է ձևավորում բանակը։ Այսինքն ձևավորում է դրան հիմա չեն կարողանում հանել, որտեղ հիմա էլ նախարարը նախկին քրեական է։ Ես չգիտեմ այնտեղ մյուսները ինչ։ Այն մյուս տեղակալ են Հրաչը, որ մեր գուբեր ինչ էր քաղաքապետը, նա էլ հրավեր էր քրեական գործ, այս ինչ է կանում։ Այսինքն ես ասում եմ, բա այդ պաշտպանության հանձնաժողովը ինչի համար է։ Բա այդ ինչ է կանում, ո՞նց է թույլ տալիս, որ նախկին քրեականը, այդ երևի ինստիտուտը ասում եմ Պետերբուրգում ինստիտուտ ավարտի, ինձ թվում է Աբովյան 8 հասցեում է գտնում այդ Դուք դրած հաստիկներն պետք է աշխատավարձ ստանան։ Բայց ափսոս չի մեր աշխատը, բա մեր աշխատավարձն է, բա մենք դա ենք տալիս։ Այ վարչապետի խնդիրը դա է, օրենսդրական նախաձեռնություն, որ բանակում չծառայած մարդը, այսինքն դա ես ասում եմ, որ դա միայն զոհաբերություն չի, դա նաև մրցակցության առավելություն է տալիս։ Ինքը տեղավորվում է, կրթվում է, ամուսնանում է, հարաբերություններ է ստեղծում։ Այդ մարդը չի կարող ընտրվել, չի կարող նշանակվել պետական պաշտոնի։ Այդտեղից սկսեք։ Մարդը չի կարող պետական պաշտոն զբաղեցնել, եթե ծառայություն չի կատարել, դա հատուկ ծառայություն է։ Չի կարող նա ուժայիններում աշխատանքի անցնել, ոստիկան, քննիչ, դատախազ, չի կարող լինել, որովհետև պատերազմի ժամանակ նա հրամանատար է։ Այ գյուղապետը հրամանատար է դառնում։ Այդտեղից սկսենք, դե տեսնում եք ինչքան խնդիր կա, մեր օրակարգը ինչն է, մեր օրակարգը ոչ թե, նախ ասենք, իհարկե բարեփոխումների կարիք կա, անցնենք դրա մասին, բա իհարկե կա, ոնց կարելի է, արդեն մենք պետություն ունենք, մեր պետությունում բան լինի, հանգանակություն լինի, հոգևորականը ռոճիկ չստանա, այսինքն ռոճիկը մուրացկանության նման մի բան է, տվիր կունենա, չտվիր չի ունենա, այդ ոնց է կա,
Ոնց են մտածել, որ հայկական պետությունում ամենամեծ եկեղեցու հոգևորականը միայն նվիրատվություններով կարող է ապրել։ Այո, խալիֆաթում այդպես էր։ Խալիֆաթում հա, բա ոնց։ Բա ուրիշ ոնց կարող էր, մահմեդական շիա կամ սունի մահմեդական պետությունը չէր տալու մեր հոգևորականի ռոճիկը։ Ուրեմն մտածեք, բարեփոխումներ արեք, սոցիալական ապահովության խնդիրները լուծեք, հազարում կամ այդ կուսակրոնությունը եղել է, չէ՞, մեր մոտ ազատ է եղել, Գրիգոր Լուսավորիչից սկսած ազատ են եղել, չէ՞, բա ընտանիք չունենան, այն ժամանակ հոգևորական լինելը միակ ձևն էր այդ լիֆտ են ասում հիմա, չէ՞, բարձրանալու համար, ընդունակ մարդ ես, ուրեմն դու կարող ես կարգավիճակը փոխել։ Հիմա հոգևորականն ովքեր, բանակը եւ հոգևորականը, ովքեր են դառնում հոգևորական եւ ովքեր են գնում բանակ, ով որ փող չունի, ով որ չի կարողանում բժիշկ դառնա, ով որ չի կարողանում ինժեներ դառնա, գնում հոգևորական է դառնում, ով որ փող չունի գնում է բանակ, ծառայում է հայրենիքին։ Այդ ինչ է, դա ո՞նց են մտածել։ Լսում եք ո՞նց են մտածել։ Մարդը չի կարող, գիտելիքները բավարար չեն կոնսերվատորիա ընդունում, այսինքն ականջ չունի։ Կոնսերվատոր չի գնում տերտերա դառնում։ Ո՞նց եք ընդունում։ Ու երկում։ Բայ դերտեր եթե չի երկեց, այդ ուրեմն տերտեր չի։ Գովազդ հայտարարենք եթերում, պարոն Արշակյան, սիրելի հայրենակիցներ, գովազդ եմ հայտարարում եթերում, մնացեք մեզ հետ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ազատ Արշակյանի հետ, Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ։ Պարոն Արշակյան, ձեր հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ Լավրովը Հայաստան էր եկել որպես հետախույզ։ Մեր զրույցի առաջին հատվածում, երբ որ ես հարցրեցի ինչ է կատարվում, դուք ասեք նախընտրական շրջան է։ Այ հիմա Լավրովի այցը դիտարկենք, որպես հետախույզ ինչ էր ուսումնասիրում Լավրովը, դա եւս այդ տրամաբանության մեջ է տեղավորվում, նախընտրական Հայաստան տրամաբանության մեջ, թե այլ բաներ ուսումնասիրում եւ հետախուզում Լավրովը ձեզ։ Ուսումնասիրում հետախուզում էր եւ հանձնարարականներ էր բերել։ Նա հայտարարություններից, որոնք ուղեցույց են Ռուսաստանի վերաբերմունքը, օրինակ հայ-թուրքական հարաբերություններում։ Այսինքն նրանք Լավրովը հայտարարեց, որ մենք Թուրքիայի հետ ունենք հատուկ հարաբերություններ, չխանգարեք մեզ։ Մոտավորապես դա էր ասում։ Երբ որ չգնաց, երբ մեզ չկարեկցեց, ես ասեմ, որպես էթնիկ հայ, նախ ինքը պետք է անընդհատ շեշտի, դա մեր համար, մեր հայրենակիցների համար Ռուսաստանում, որոնք ասիմիլյացիայի սպառնալիք ունեն, նրանց համար կարևոր է, որ կարևոր մարդը գալիս ասում է, որ գիտեք, ես հայ եմ, ես ձեզանից մեկն եմ, այ ինքը պետք է գարացեր, ես ձեզանից մեկն եմ, այ ձեր ցավը իմ ցավն է, ձեր կորուստը իմ կորուստն է։ Այդ Լավրով ազգանունը ես ժառանգություն եմ ստացել, ծնողներս են դրել, բայց ես հայ եմ ու ես հենց հիմա ապրում եմ ձեր ցավերով, ձեր հաջողություններով ես ուրախանում եմ։ Ինքը դա պետք է ասեր, դրա համար էր եկել, բայց մեզ ասեց, որ գիտեք ինչ, ես իմպերիայի ներկայացուցիչն եմ ու մենք ձեր թշնամու հետ լավ հարաբերություններ ունենք։ Ձեր թշնամին մեր բարեկամն է։ Նույնիսկ ամենախոցելի հարցում եղերնը, գենոցիդը ես չեմ հարգում, ես չեմ ուզում նրանց նեղացնել։ Այդ չափ։ Եվ բացի դրանից կա այլընտրանքը, մյուս հետախույզները, մյուս շահ ունեցող երկրները, եվրոպացիները կամ անդրծովյան պետությունները, Կանադան, Ամերիկան, Ուրուգվայը, ով որ գալիս է, մեզ ասում է, մենք հայ չենք, բայց սրտով ձեզ հետ ենք։ Մենք եկել են ձեզ կարեկցելու, ձեզ աջակցելու։ Ձեր անվտանգությունով մտահոգված ենք։ Այդ դա գալիս մարդիկ դա են ասում։ Այլ ընտրանք ունենք։ Ես ուզում եմ առիթից օգտվել, եթերում չհնչեց։ Ես բան եմ անում, երբեմն մտածում եմ, որ
ես շատ եմ էլի ինչ որ բաների վրա խորանում, լուսանցք եմ դուրս գալիս։ Դու գիտեք, որ Հայաստանի Հանրապետության գոյության պայմանը առաջի հանրապետության, գիտեք ինչն էր, որ մենք հաղթողների հետ էինք, մենք Սարդարապատում պատերազմ սկսեցինք Անտանտայի թշնամիների հետ, մենք միացանք Անտանտային։ Դու գիտեք, որ կենտրոնական իշխանությունները իմպերիայի, դեմոկրատական Ռուսաստանը, Կերենսկու, ժամանակավոր կառավարությունը, պատերազմը դադարեցրել էր, չէր կարողանում կռվել։ Զինվորական հրամանատարությունը կառավարության հրամանները չէր կատարում։ Այդ յուդենիչները չէին կատարում։ Պետք է նրանք միանային Պաղեստին, հիմա Պաղեստին է կոչվում, արաբական, պետք է մտնեին Իրաք, այսօրվա Իրաքը։ Այսինքն Օսմանյան կայսրությունը ծնկի էր գալիս, հրամայված էր շարժվել ընդառաջ բրիտանական ուժերին, անգլոսաքսոններ ուժեն։ Ռուսական բանակը հրաժարվեց առաջ շարժվելուց։ Իսկ 18 թվականի մարտ ամսից մեր երկրում ասեմ, հա, այստեղ տեղակայված ռուսական զորքերին հրամայվեց հեռանալ զենքը, զինամթերքը, պահեստները, սննդամթերքի, զինամթերքի պահեստները հանձնել թուրքերին։ Հանձնել, այդ ցուցակով նստել, թուրքը գալիս է, ռուս սպան նստած ասում է, այսքան արկ, 1600 յուրաքանչյուր փողի համար արկ, 1600, այդքան արկ, ամեն մի փողի հաշվում են, քանի թնդանոթ կա։ Ու թուրքն ասում էր, ինչի է 1000, ասում էր կրակել ենք ձեր վրա, դրա համար 1000 արկ է մնացել պահեստում։ Պահեստները, են որ ասում են, հայերը չպահեցին, ղարսը չպահեցին, հրաման էր տրված հանձնել թուրքերին, հանձնել մինչև Բաքու, հանձնել թուրքերին, Հայաստանից հրաժարվել էր Ռուսաստանը, Բոլշևիկյան, Բրեստ-Լիտովսկի պայմանագրով։ Ու Սարդարապատում մենք որ կռվում ենք, այդ բանակը գալիս էր Բաքու գնալու համար։ Նրանք, որտեղ մեր Անդրկովկասյան ռուսական իմպերիայի կողմից նշանակված Հայաստանով զբաղվող կառավարությունը, նամեստնիկները, նրանք հրամայել էին չկռվել թուրքերի դեմ։ Այ որ ասում ենք Արամ Մանուկյանը, որ ասում ենք հոգևորականները, որ ես ասում եմ իմ պապա Նավաստար Դանշոտը, դուք էլ ունեք, չէ՞, բոլորս մենք ասում ենք մեր պապերը կռվել են, դրանք բոլորը ապօրինի էին։ Ռուսական իմպերիան հրամայել էր չկռվել թուրքերի դեմ, որտեղ Բրեստ-Լիտովսկում Հայաստանի Հանրապետություն կոչվում Երևանսկի, Երևանի օբլաստը հանձնված էր։ Ու հայերը ինքնուրույն առանց ռուսական իմպերիայի կամ առանց Գերմանիայի թույլտվության միացան Անտանտային։ Մենք միացանք Անտանտային, պատերազմ Բաշապարանում, հո ապարանցիների գործը չէր դա։ Մենք միացել ենք Անտանտային ու Անտանտայի դաշնակիցներ, Սևրի պայմանագիրը, այդ 6 վիլայեթը, որ միացան Հայաստանին, որ Վուդրո Վիլսոնի գծած սահմանները, որտեղ մենք հաղթող պետության պետություններից մեկն էինք։ Այսինքն այսօրվա խորհուրդը, Սարդարապատի ճակատամարտի խորհուրդը էական է, որ մենք դասալիկ Ռուսաստանից պոկվեցինք, որպես Անտանտայի առաջի համաշխարհային պատերազմի նախաձեռնողներից մեկը իմիջայլոց։ Ռուսաստանը նախաձեռնողներից մեկն էր, շատ կարճ ասեմ, Ռուսաստանը իրավունք չուներ այդ պատերազմում պաշտպանելու Սերբիային, որտեղ Սերբիայում սպանեցին օրինական արքայազնին, օրինական Հաբսբուրգները, օրինական էին 600 տարի Ավստրիայի թագավորներ էր ու դրանից առաջ էլ խաչակիրների բանի ժամանակ նրանք Վիեննան քանի անգամ պաշտպանել են թուրքերից, ընդհանրապես փակեցին այդ բարբարոսների հորդաների ճանապարհը ավստրիացիները։ Այսինքն Ավստրիան օրինական էր, նրա պահանջը Սերբիայից օրինական էր։ Սերբիայի կառավարությունից ասում էին դուք եք կազմակերպել տերորը։ Ու Ռուսաստանը իմպերիա Գոլշտեյն Ռամանովները պատերազմ սկսեցին Ավստրո-Հունգարիայի դեմ, այսինքն միապետը միապետի արդարացի պահանջը չհարգեց։ Ու դրա համար Ռոմանովները, որ գնդակարեցին, ոչ մեկը օֆ չարեց միապետներից։ Ուրեմն տեսեք, Ռուսաստանը հանձնել էր Վրաստանը, Ադրբեջանը
Երևանի մարզը հանձնել էր Բրեստ-Լիտովսկի պայմանագրով։ Մենք ինքնուրույն, այ ինչպես այսօրվա Եվրոդաշինքը, Եվրադաշինքը, մենք ինքնուրույն, այ 60,000 մարդ հաշվի չառավ Ղազախստանի, Ղրղստանի, Էլովկանդե, Ռախմոնի երկիրը, Տաջիկստանի, նրանց կարծիքը, Բելորուսի, Լուկաշենկոյի կարծիքը հաշվի 60,000 մարդ գնացին ասեցին, մենք Անտանտայի իրավահաջորդն ենք, մենք Սարդարապետի տերն ենք, նրանց զավակներն ենք, այ շատ հետաքրքիր, դրա մասին մեր մոտ չեն խոսում, չեն ասում, որ հենց այնպես չէր, որ Լենինը հանդուրժեց այդ 30,000 քառակուսի կիլոմետրը, որ Աթաթուրքը հանդուրժեց, թուրքերը համաձայն էին այդ 30,000, մեզ ստիպում էին, մերոնք ասում են, չէ, մեր իշխանությունը օրինական, դուք պատկերացնում եք, ինչ պարադոքսալ բան է, իշխանությունը, իշխանները, ազնվականները իդեպ, ես ուզեի մենք ազնվականների մասին մի երկու բառ փոխանակենք, ձեր օրակարգում տեղավորենք, նրանք ասում են, որ հանձնեք, որովհետև հանձնել են, Ռուսաստանը հանձնել է, հայեր մի դիմադրեք, թուրքերը գնում են Բաքու, մենք դիմադրեցինք ու մենք արժանապատվություն հաստատեցինք մեր արժանապատիվ լինելը ու հարգարժան դարձանք հայկական պետության գոյությունը, հարգարժան երևույթ է, այսօրվա Ֆրանսիան որ գալիս է, որ բրիտանացիները դժգոհելով, բայց ընդունում են մեր երկրի գոյությունը, ճանաչում են, ջանքեր են թափում, Ամերիկան, որ հենց որ պարապամնում մարդահողարկում ստեղ, չէ, ընդ ինչ որ ինքը կռիվներ ունի, Աղվանստան, բան, հենց ազատվում են ձեռքերը մարդահողարկում, նրանք հիշում են, որ մենք իրենց միացել օգնել ենք, մենք անվտանգությունն ենք արտահանել, Անտանտային օգնել ենք, ու այսօր նույնպես վերադառնանք Լավրովին, Լավրովը դեռևս Բրեստ-Լիտովսկի մամլիչի տակ է, ինքը Բրեստ-Լիտովսկն է բերել, նա դա է բերում, ասում է հանձնվեք, մենք այսինքն ինքը նորից Թուրքիայի դաշնակիցն է, ինքը մեր դաշնակիցը չի, այդ դա է խնդիրը, ճիշտ այնպես ինչպես Սարդարապետի օրը, այդպես էլ այսօր Լավրովն եկավ, մեզ ասեց մեր վրա հույս չդնեք, ինքը գիտեր, որ մենք հայ ենք, խելացի ենք, ինքը դրա մասին չասեց, ասեց, որ մենք այնտեղ գործեր ունենք, կռիվներ ունենք, դուք չեք գալիս, դուք ինչ-որ ստեղ սիրավեպ ունեք եվրոպացիների հետ, Անտանտայի հետ, բայց մենք մատների արանքից ենք, ինքը մեզ ասեց մեր վրա հույս չդնեք, այ ես դա եմ ասում, իսկ մյուսները, որ գալիս են, ասում են մեր վրա հույս դրեք, բայց ընդառաջ եկեք մեզ, ազնվականների մասին երկու բառ ասեմ, այս մեր հաղորդումը, ձեր հաղորդումը եւ նրանք ովքեր որ այս մեկ ստեղ սխալ բաներ անում եմ, ստեղ դրա համար ներողություն, զանգերի կոպիտ եմ պատասխանում, մեկ կներեք, տաքանում եմ, ոչինչ, համել տարեցեմ, ուրեմն բարոյական օրինակելի ով կարող է լինել միապետը, գուցե ժամանակն է, ես ձեզ ասեմ, որպես գաղտնիք անունները չեմ կարող ասել, իմ ազգանունը ոմանց թյուրիմացության մեջ է գցում, կարծում են, թե ես Արշակունի եմ, չէ, ես մաքուր հայ եմ, ես Արշակունի չեմ, կան հիմա մի 3 ուղղությամբ շարժվող արքայական տոհմերը ներկայացնող ուժեր կան, որ ընդհանրապես հարցը բարձրացնում են Հայաստանի կարգավիճակի հարցը, ազնվականների միություններ կան, նրանք հիմա այսրանից մտահոգված են, ասում են, գուցե պետք է, որ Հայաստանում լինի միապետ, տեսեք ինչ է հետաքրքիր, մենք պալատականներ ունենք, բայց պալատ չունենք, այսինքն Ռուսաստանի ազնվականները, Ռուսական իմպերիայի ազնվականները, Իրանի էթնիկ հայ, Իրանի ազնվականները, Եվրոպայի եվրոպական պետությունների ազնվականները, նրանք կան, նույնիսկ թագաժառանգ ունենք մենք եւ Ռոմանովների ճյուղից, բայց ցարը հայտարարել է նաեւ ցար Արմենի, չէ, բա ինքը ցարն էր, այդ համար եմ ասում, այդ Արմյանսկայա օբլաստը դարձավ Երևանսկայա, որտեղ ասում դե նա ես ցարն եմ էլի Հայաստանը, էլ ինչ Հայաստանի ցար մի հատ էլ վասալ, ասում ենք թող վասալ լինի, բայց առաջի քարտուղարը թող ցար լինի, էլի մեր մոտ էլ թագավոր լինի, այն նրանք հայտ են ներկայացնում Հայաստանի համար, Ռոմանովները ասում են, եթե դե հանկարծ ձեր մոտ թագավորի կարիք զգացվի, մեր Ռոմանովներից մեկին կարող ենք ուղարկել Սավոյի ընտանիքը իշխանը,
Լուսինյանները, այսինքն կան, ես ուզում եմ ասել, որ գուցե ժամանակն են մեր Վահագ Խաչատուրյանը, դե նա ոնց որ թե ոչ մի անգամ ես վաղուց ճանաչում եմ, անձնական մտերմություն չունենք, բայց պատգամաբան գուցե ինքը հրավիրի հայ ազնվականներին, արիստոկրատներին հրավիրի վարք ու բարքի խնդիր ենք լուծում, չէ, վարք ու բարքի օրինակելի մարդիկ կան, թե չէ, գուցե ինքը հրավիրի այդ բոլորին, բա փող ենք տալիս, չէ, մենք Վահագին, տալիս ենք, չէ, ռոճեք ստանում է, աշխատակազմ ունի, պալատ ունի, լույսի փողը, պարկետը, մաստիկաբան կսում են, չէ, դրանց հավաքարար ունեն, սանտեխնիկ։ Լավրովի այցին, որ դե հետաքրքիր առաջարկի կանում, իհարկե, բայց որքանով իրատեսական բարձ չէ։ Վահագը թող պատասխանի, թող հրավիրի, կամ մենք այսպես պետք է պատեհապաշտության, այսօր հայհոյանքը ես ձեր հարցին, չգիտեմ, մենք եթերում դա ասեցինք, թե նախորդ ենք քննարկում, որ բայց այդ ինչ հավաք է գնում, այդ էլեկտորատին է հասցեագրված, այդ էլեկտորատը թող մենք իմանանք, որ միայն այդ էլեկտորատը չի, Հայաստանում կան նաև այլ ձգտումներ ունեցող։ Բայց այդ ձգտումը ունի այն մարդուն, այն նշանակետը ում կարող են ուղղված լինել այդ մյուս ձգտումներ այլ ձգտումներ ունեցողները, ոչ այս գրեհիկության ջատագովները կամ գրեհիկության հետևից գնացողները։ Այ հիմա մենք այդ հարցը ստուգ ենք, օրինակ մեզ մի անգամ հարցրեցին, հայերը ուզում են պետություն ունենալ, թե չէ, Սարդարապետից հետո 70 տարի ոչնչացրեցին այդ զանգված ասենք, այդ խավը ոչնչացավ 70 տարում, սովետական միությունում ոչ միայն մերը, այլև ռուսականը, ուկրաինական, ղազախական ընտրանին, ազգային ընտրանին, քաղաքական ընտրանին ոչնչացվեց, մնացին այդ պարտկոմները, այդ երևի պարտկոմի կարգավիճակ տան, Նիկոլա, բանի, Զամպալիտի, ինքը այդպես է, կարծում է, թե Զամպալիտին կարող է փոխել, Զամպալիտը լավ չի պահում իրեն, ուրեմն մենք հիմա հարցրեցին մեզ 91 թվականի սեպտեմբերին ու չգիտեն, ոչ ոք չգիտեր, հայերը ուզում են ինքնիշխանություն, անկախություն, ժողովրդավարություն, մենք ինչ պատասխանեցինք, 99% ասեց ուզում ենք անկախ պետություն ունենալ, մի անգամ հարցրեցին, մի անգամ էլ Տիգրան Խզմալյանը նախաձեռնեց, ասեց, հələ մի հատ հարցնենք, մենք Եվրոպա ենք ուզում, թե Ասիա, մենք հիմա ինչ ենք ուզում, եւ 50,000 ստորագրության կարիք կար, 60,000 էլի կային, էլի մարդիկ ասում են, մենք էլ ստորագրենք, մենք էլ ենք ուզում Եվրոպա, հարցրել են, հիմա մենք հարցնում ենք, հայերը ուզում են օրինակելի, ազնվազարմ, օրինակելի, չգիտեմ, ինչ ասեմ, օրինակելի մարդիկ, որ մենք նրանց լեզվով խոսենք, նրանց նիստուկացը նմանվենք նրանց, այս ասում եմ, միապետն է, հրավիրի թող Վահագը իր գործի անունն ինչ է, թող հրավիրի ու մեզ ասի, որ գիտեք հրավիրեցի չեկան։ Պարոն Աշակյան, 2 րոպե մնացել, 2-3 րոպե մնացել, այնուամենայնիվ վերադառնանք այդ Լավրովի այցին, մենք խոսում էինք նախընտրական որևիցե աղերս չուներ նախընտրական Հայաստանի հետ Լավրովի այցը, միայն արտաքին էր։ Ուներ։ Ես կարծում եմ, որ հենց ինքը եկավ ասեց, որ մենք այստեղից չենք գնացել ու չենք գնալու ժամանակավորապես բացակայում ենք, հարգելի պատճառով ենք մենք բացակայում, Լավրովը դա ասեց յուրայիններին և մեզ, ու դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ասեց, որ մենք այսօր ձեզ հետ ենք, վաղը ուրիշի հետ, դա շատ հետաքրքիր էր, հենց հաջորդ օրն էր, չէ, թե դրա նախորդ օրը, Նիկոլ Փաշինյանը ասեց, որ մենք բալանսի ենք բերում, մի օր ձեզ հետ ենք, մի օր Ուկրաինայի, մի օր ձեր կողմից ենք կռոյում, մի օր սորը Ուկրաինայի կողմից ձեր վրա կկրակենք, այսինքն մենք պնդեցինք, օրինակ հայոց լեզվով, բայց մի անգամ չասենք Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, հայոց, հայկական, հայոց, մենք հայոց ենք, այո, մենք չենք կարող Կոմիտասի երգերը այն արևմտյան Հայաստանում են, հիմա ինչ ենք անելու, ուրանանք Կոմիտասին, ոնց ենք անելու այդ հայոցը, ոնց ենք ջնջելու, այդ որ պահանջներ չունենք, պահանջատեր չենք, բա մշակույթը, բա մեր անցյալը, բա մեր ծագումը, հո բոլորս Ենուք Հավանում չենք ծնվել կամ Դիլիջանում, բա մենք անցյալ ունենք,
Մենք հիշում ենք մեր անցյալը։ Տեսնում եք ինչ հետաքրքիր, այ մեզ, ես ինչի ասեցի անտանտան, մենք մենակ չենք։ Մենք պետք է դա իմանանք, ու տեսեք, մենք դաշնակիցն ենք հաղթող ուժերի, մենք հաղթել ենք առաջի համաշխարհային պատերազմում։ Ես հարմար առիթով ասում եմ Լավրովներին, որ մենք հենց հայկական դիվիզիա անունով մտել ենք Բերլին։ Առաջի համաշխարհային պատերազմում մտանք Ստամբուլ, իդեմս բրիտանական նավատորմի, որտեղ մենք Բրիտանիայի դաշնակիցն ենք, մենք մտանք Ստամբուլ, մենք մտանք Բերլին։ Հիմա թող հերթ կանգնեն Անկարան ու Բաքուն։ Այ ես դա եմ ասում, հայոց նշանակում է մենք մտել ենք Ստամբուլ, մեր դաշնակիցն է մտել, մենք այստեղ Սարդարաբադն ենք փակել, նա Ստամբուլ է մտել, մենք մտել ենք Բերլին, այ դա հայոց է նշանակում։ Շնորհակալ եմ պարոն Արշակյան, շատ շնորհակալություն, հարցեր դեռ իհարկե շատ ունեմ, ես մեկ անգամ եւս եմ ձեզ հրավիրելու եւ էլի եւս, եթե դուք դեմ չեք եւ Ես սիրով կգամ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ Արշակյաններ մեր զրուցակիցը, Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։